Կներեք, էլ էսենց ազնիվ, անկեղծ, ես բժիշկ եմ, բացարձակ կապ չունեմ քաղաքականության հետ եւ այլն, բայց կարծում եմ այս մանր խոսակցությունները ձեզ հարիր չի։ Որ մանրը։ Որ Աննան խոսում է, թե տաքսիստը ինչ կը Աննա Հակոբյանը խոսում է, տաքսիստը ինչ կբանվասի, այն որ դուք այս մեծ է ձեր մասշտաբները, մեծ են, դուք ավելի մեծ եք ու այսքան ներքևիչն էլ ձեզ չի սազում։ Ներքև որտեղ ենք իջել, այդ եմ ուզում ասել։ ասել։ Հիմա օրինակ այս փողոցը որ կան քաղաքական հարցեր լուծելու փոխարեն դուք խոսում եք թե պրիմիտիվ մի մարդը ինչ է մտածում։ Դուք մի մարդու մասին չի քաղաքականություն։ Ձեր բոլոր եթերները են ինչ որ գիտեք, այ այստեղ կոնցեպտուալ օրինակ, երբ որ դուք ճաշ եք եփում, երբ որ Աննա Հակոբյանը ասում է տաքսիստը ինչ կբանվասի, երբ որ չգիտեմ, մետրո, երբ որ ձեր ժամանակը թանկարժեք, թանկագին, ես ինքս բժիշկ եմ, րոպե չունեմ այստեղ այնտեղ ծախսելու, դուք ձեր ժամանակը, որ չգիտեմ, ես չեմ պատկերացնում, դուք ինչքան պիտի զբաղված լինեք այդ բոլոր խնդիրներն ու հարցերը լուծելու համար, ես ձեզ հասկացա։ Բայց ես մի բան էլ ասեմ, ես ինքս որպես քաղաքացի մի հատ առաջարկ ունեմ, Ալեն Սիմոնյանն էլ մի երկու անգամ զանգել եմ այդ հարցով, կոմունիստների ժամանակ դեռ ես ստեղ եմ ապրում Աբովյան 22, այս բոլոր շենքերի տակ, սենց եթե նայենք հիմա մեծ մասը կտրել են, սենց փոքրիկ հատվածներ կար, որից բարձրանում էին ծառեր, բայց պատերի վրա եւ այլն, այո, այսօր մենք շատ լուրջ խնդիր ունենք թթվածնային քաղցիկ քաղաքում։ Եվ այդ հարցը կարելի է լուծել դրանք վերականգնելով։ Ես մի քանի անգամ դիմեցի, ես կտրեցի, բացեցի, իմ փողերով վերեցի, տեղադրեցի, խանութը որոշում է, որ իր պատին դա չի սազում, այս Աբովյան 22-ի մասին եմ խոսում, հենց կոնկրետ այնտեղ օկայդին։ Ու իրանք նորից բետոնեցին, բայց սա ահագին թթվածնային քաղցի խնդրալուծում ու իրանք ջրվում են այս բոլոր կաթող կաթիլային համակարգադառնում կանցանյարը կոնկրետ, այդ խնդիրը, այդ կարակ լուծեք, եթե հնարավոր